Երբեմն մահից ավելի վատ ընտրություն կա, ապրել որպես դավաճան։ Մենք բոլորս լսել ենք հավատքի համար մահացած հերոսների մասին, բայց պատկերացրեք մի բան, հայոց մեծագույն սպարապետը, ում անունով մենք երդվում ենք, հրապարակակավ ուրանում է Քրիստոսին։ Ամբողջ ազգը սառեց, եկեղեցիները փակեցին իրենց դռները նրա առաջ, նրան անվանեցին դավաճան, և սա դեռ սկիզբն էր, իսկական սարսափը դեռ առջևում էր։ Այս տեսանյութում մենք կբացահայտենք այս անհավանական դավաճանության հետևում թաքնված գաղտնի ծրագիրը։ Դա մի ռազմավարություն էր, որը կարող էր ընդմիշտ կործանել Հայաստանը։ Բայց ամենակարևորը, մենք ցույց կտանք այն աստվածային տեսիլքը, որը Վարդանը ստացավ լիակատար մենության մեջ, այն տեսիլքը, որը ազգային խայտառակությունը վերածեց մեր պատմության մեծագույն հոգևոր հաղթանակի։ Սա այն պատմությունը չէ, որ ձեզ պատմել են դպրոցում։ Ճշմարտությունը շատ ավելի խորն է ու ցնցող։ Բաժանորդագրվեք հենց հիմա և մեկնաբանություններում գրեք ձեր քաղաքը։ Տեսնենք, թե քանի հոգով ենք։ Էջմիածնի մայր տաճարի սրբազան լռությունը ճեղքվում էր միայն մոմերի խշխշոցով և սրտերի անհանգիստ բաբախյունով։ Դա 5-րդ դարի կեսն էր, մի ժամանակ, երբ Հայաստան աշխարհի վրա ստվերներն ավելի էին խտանում, քան Արարատի գագաթին հավաքվող ամպերը։ Օդում կախված էր մի լարվածություն, որն ավելի սուր էր, քան Սուրբ Մյուրոնի բույրը։ Այն շոշափելի էր, ինչպես տաճարի սառը քարե պատերը, և ծանր, ինչպես գմբեթի տակ կախված մեղքելի բեռը։ Հայոց Հովսեփ Ախորոմնացի կաթողիկոսը ճերմակ մորուքով և հոգսերից կարացած ուսերով կանգնած էր խորանի առջև։ Նրա աչքերը, որոնք սովորաբար լի էին աստվածային սիրով և ներողամտությամբ, այժմ արտացոլում էին խորը տագնապ, մի տագնապ, որը կարող էր պատկանել ոչ թե Հովվի, այլ իր հոտի համար մահվան դատավճիռ կարդացողի։ Նրա ձեռքում դողում էր մի մագաղաթ, Պարսկաստանի Սասանյան արքա Հասկերտ II հրովարտակը։ Այն թուղթ չէր, այլ մահվան դատավճիռ, ուղղված մի ամբողջ ժողովրդի հոգուն։ Տաճարի սյուների ստվերում, կարծես քարե արձան, կանգնած էր հայոց սպարապետ Վարդան Մամիկոնյանը։ Նրա հզոր կազմվածքը, որ սովոր էր զրահ կրելուն և մարտի դաշտում հրամաններ արձակելուն, կարծես անհարմար էր զգում այս հոգևոր լռության մեջ, որտեղ միակ զենքը աղոթքն էր։ Նա զինվոր էր, ոչ թե դիվանագետ։ Նրա ձեռքերը ստեղծված էին սուրբ բռնելու, ոչ թե խնդրագրեր գրելու համար։ Սակայն այսօր նրա հայացքում ոչ թե մարտիկի կրակն էր, այլ մի հավատացյալի խոնար հարցումը, ուղղված առ Աստված։ Նա նայում էր ոչ թե կաթողիկոսին, այլ նրա հետևում գտնվող Քրիստոսի սրբապատկերին, փնտրելով պատասխան մի հարցի, որը խոցել էր յուրաքանչյուր հայի սիրտը։ Ինչպես կարող էր մահկանացու արքան համարձակվել մարտահրավեր նետել երկնային արքային։ Նրա հոգում պայքար էր մղվում։ Մի կողմից իրատես զորավարն էր, ով գիտեր պարսկական զորքի անհամար քանակը, մյուս կողմից քրիստոնյան, ում համար հավատքը սակարկության ենթակա չէր։ Նրանց կողքին, ավելի խորը ստվերում, ուր մոմի լույսը հազիվ էր հասնում, կանգնած էր Ղևոնդ երեցը։ Նա քահանա էր, բայց նրա երակներում հոսում էր մարտիկի արյուն։ Նրա ձայնը, որ սովորաբար հնչում էր ավետարանի քարոզով, բժշկելով հոգիներ, այժմ լուռ էր, բայց նրա աչքերում վառվում էր մի կրակ, որն ավելի վտանգավոր էր պարսիկների համար, քան Վարդանի սուրը։ Նա գիտեր, որ սա պարզապես քաղաքական պայքար չէր հարկերի կամ հողերի համար, սա պատերազմ էր լույսի և խավարի միջև, Քրիստոսի և զրադաշտական աստվածների միջև, և այս պատերազմում չեզոքություն լինել չէր կարող, յուրաքանչյուրը պետք է ընտրեր իր կողմը։ Հովսեփ կաթողիկոսը դանդաղ շրջվեց։ Նրա շարժումները դանդաղ էին, ինչպես դարերի ընթացքը։ Նրա ձայնը հազիվ էր լսվում, բայց դրա մեջ կար դարերի իմաստնություն և անսասան հավատք։ Հասկերտը, սկսեց նա, և տաճարում ներկա բոլորը շունչները պահեցին։ Պահանջում է, որ մենք ուրանանք մեր Տիրոջը։ Նա պահանջում է, որ մենք երկրպագեն արևին և կրակին, որոնք մեր Տիրոջ ստեղծածներն են, և ոչ թե ստեղծողին։ Մի պահ լռություն տիրեց, այնքան խորը, որ կարծես լսվում էր, թե ինչպես է պատմությունը պահել շունչը, սպասելով հայերի պատասխանին։ Ոչ ոք չէր շարժվում, ոչ ոք չէր շնչում, բառերը կախվել էին օդում, սուր և սառը, ինչպես դահիճի կացինը։ Վարդանը մոտեցավ, նրա զրահի խշշոցը միակ ձայնն էր, որ խախտեց մահացու լռությունը։ Նա կանգնեց կաթողիկոսի կողքին, աշխարհիկ իշխանությունը հոգևորի կողքին։ Սուրբ Հայր, մեր հայրերը մեզ սովորեցրել են մեռնել հանուն հայրենիքի, բայց մեր Տերը մեզ սովորեցրել է ապրել հանուն նրա։
Այս երկուսից ո՞րն է ավելի մեծ զոհաբերություն պահանջում այսօր։ Նրա խոսքերը հարց էին, բայց նաև պատասխան։ Նա փնտրում էր ոչ թե խորհուրդ, այլ օրհնություն այն որոշման համար, որն արդեն հասունացել էր իր հոգում։ Ղևոնդ երեցը դուրս եկավ ստվերից։ Նրա դեմքը խիստ էր, ինչպես քարե խաչքարը, որի վրա փորագրված են դարերի տառապանքն ու հավատքը։ Նրա հայացքը սևեռվեց Վարդանի վրա։ Սպարապետ, հայրենիքն առանց Քրիստոսի, մարմին է առանց հոգու, մի կտոր հող։ Մենք չենք կարող պաշտպանել մեկը, զոհաբերելով մյուսը։ Մեր հավատքը մեր հայրենիքի սիրտն է։ Եթե սիրտը դադարի բաբախել, մարմինը կմեռնի, նույնիսկ եթե այն զարդարված լինի ոսկով ու մարգարիտներով։ Երբ նա դա ասաց, ամբողջ եկեղեցին կարծես սառեց։ Նրա խոսքերը կտրուկ էին, անզիջում։ Նրանք փշրեցին դիվանագիտական լուծումների կամ խորամանկ զիջումների ցանկացած փխրուն հույս։ Այդ պահին տաճարի հեռավոր անկյունում հավաքված մի քանի հավատացյալներ ծնկի իջան, սկսելով լուռ աղոթել։ Նրանց շշուկները կարծես միաձուլվում էին սրբերի պատկերների հետ, ստեղծելով անտեսանելի մի զրահ եկեղեցու շուրջ։ Բայց արդյոք այդ զրահը բավականաչափ ամուր կլիներ դիմակայելու կայսրության ողջ հզորությանը։ Ոչ ոք չգիտեր պատասխանը, բայց նրանք գիտեին, որ ընտրություն չունեն։ Պատասխանը գրված էր ոչ թե Հասկերտի մագաղաթի, այլ նրանց մկրտված սրտերի վրա։ Սա միայն սկիզբն էր։ Իսկական փորձությունը դեռ առջևում էր։ Հասկանալու համար այն անդունդը, որի եզրին կանգնած էր հայ ժողովուրդը, պետք է վերադառնալ մի փոքր հետ այն ժամանակներ, երբ Հայաստանը, լինելով առաջինը, որպես պետական կրոն ընդունեց քրիստոնեությունը։ Այդ օրվանից 301 թվականից հայոց ինքնությունը անխզելիորեն կապվեց Քրիստոսի հետ։ Սուրբ Գրիգոր Լուսավորչի լույսը ոչ միայն ցրեց հեթանոսական խավարը, այլև դարձավ այն հիմնաքարը, որի վրա կառուցվեց ազգային նոր գիտակցությունը։ Դա հրաշք էր, մի ազգ, որ դարեր շարունակ երկրպագել էր Վահագնին ու Անահիտին, մի սերնդի ընթացքում իր սիրտը տվեց խաչված նազովրեցուն։ Մի քանի տասնամյակ անց Սուրբ Մեսրոպ Մաշտոցի կողմից հայոց գրերի գյուտը վերջնականապես ամրագրեց այս կապը։ Աստվածաշունչը հնչեց հայերեն, պատարագը մատուցվեց մայրենի լեզվով։ Եկեղեցին դարձավ ոչ միայն հոգևոր, այլև մշակութային ու կրթական կենտրոն։ Խորվիրապի խորհուրդը, Էջմիածնի շինարարությունը, Գեղարդի վանքի քարակերտ հրաշքը դարձան ոչ միայն ճարտարապետական կոտողներ, այլև ազգային ոգու ամրոցներ։ Բայց Հայաստանը գտնվում էր երկու հզոր կայսրությունների՝ քրիստոնյա Բյուզանդիայի և զրադաշտական Պարսկաստանի միջև։ Այն նման էր մի նավակի երկու հսկայական ալիքների միջև։ 428 թվականին հայոց Արշակունյաց թագավորության անկումից հետո երկիրը բաժանվեց այս երկու տերությունների միջև։ Հայոց մեծ մասը հայտնվեց Սասանյան Պարսկաստանի տիրապետության տակ։ Սկզբում պարսիկները հանդուրժող էին հայերի կրոնի նկատմամբ, քանի որ նրանց ավելի շատ հետաքրքրում էին հարկերը և զինվորական ծառայությունը։ Նրանք ասում էին. «Աղոթեցեք ում ուզում եք, միայն թե ձեր ոսկին տվեք մեզ»։ Սակայն ամեն ինչ փոխվեց, երբ գահ բարձրացավ Հասկերտ II-ը։ Նա մոլեռանդ զրադաշտական էր, ով իր կայսրության հզորությունը տեսնում էր կրոնական միատարրության մեջ։ Նրա համար քրիստոնեությունը ոչ միայն այլ կրոն էր, այլև Բյուզանդիայի իր գլխավոր թշնամու գաղափարական զենքը։ Նա որոշեց, որ իր տիրապետության տակ գտնվող բոլոր ժողովուրդները պետք է ընդունեն զրադաշտականությունը, կրակապաշտությունը։ Առաջին նշանները սկսեցին հայտնվել աննկատ, ինչպես մահացու հիվանդության առաջին ախտանիշները։ Հայ նախարարների վրա հարկային ճնշումները մեծացան։ Քրիստոնյաներին սկսեցին սահմանափակել պետական պաշտոններում։ Պարսիկ մոգերը, ինչպես սև ագրավներ, սկսեցին ավելի հաճախ այցելել Հայաստան, փորձելով իրենց իմաստությամբ գայթակղել ժողովրդին։ Նրանք խոսում էին լույսի և խավարի պայքարի մասին, բայց հայերի համար իսկական լույսը Քրիստոսն էր, իսկ խավարը հավատուրացությունը։ Այս ամենը հասավ իր գագաթնակետին, երբ Հասկերտը հրապարակեց իր թխրահռչակ հրովարտակը, որը հայտնի դարձավ որպես հրաժարման նամակ։ Այն երկար ու ճարտասանական կերպով փորձում էր ապացուցել զրադաշտականության առավելությունները և քրիստոնեության սխալները, ավարտվելով միանշանակ պահանջով՝ ընդունել մազդեզականությունը կամ կռել հետևանքները։ Այս նամակը ռումբի պես պայթեց հայ հասարակության մեջ։ Ինչպես կարող էին նրանք հրաժարվել։ Դա պարզապես կրոնական վեճ չէր, դա հարված էր հայ ժողովրդի գոյության հիմքերին։ Ուրանալ Քրիստոսին նշանակում էր ուրանալ սեփական պատմությունը, սեփական մշակույթը, սեփական ինքնությունը, որը դարերի ընթացքում կերտվել էր հենց այդ հավատքի շուրջ։
Ինչպես կարող էին նրանք երես դարձնել այն Աստծուց, ում անունով մկրտվել էին, ում անունով կառուցել էին իրենց եկեղեցիները և ում անունով իրենց զավակներին էին օրհնում։ Ահա այս հարցն էր, որ հավաքել էր հայոց հոգևոր և աշխարհիկ առաջնորդներին Արտաշատի ժողովին։ Եվ պատասխանը պետք է որոշեր ոչ միայն նրանց, այլև գալիք սերունդների ճակատագիրը։ Բայց ոչ ոք չէր կարող պատկերացնել, թե ինչ սարսափելի գին պետք է վճարվեր այդ հավատարմության համար։ Դա մի գին էր, որը պետք է վճարվեր ոչ թե ոսկով, այլ արյամբ, հազարավորների արյամբ։ Արտաշատ քաղաքը, որը ժամանակին եղել էր հայոց փառահեղ մայրաքաղաքը, կրկին դարձավ պատմական վայր։ Բայց այս անգամ այստեղ չէին թագադրում արքաների կամ տոնում հաղթանակներ։ Այստեղ հավաքվել էին որոշելու մի ամբողջ ազգի հոգևոր ճակատագիրը։ 449 թվականի Արտաշատի ժողովը դարձավ հայոց ոգու առաջին հզոր դրսևորումը պարսկական բռնության դեմ։ Եպիսկոպոսներ, քահանաներ, նախարարներ, ազատներ, բոլորը հավաքվել էին մեկ նպատակով՝ ձևակերպելու իրենց պատասխանը Հասգերտին։ Օդը թանձր էր սպասումից։ Յուրաքանչյուրի դեմքին կարելի էր կարդալ նույն հարցը՝ «Ինչ ենք անելու»։ Ժողովի մթնոլորտը լարված էր։ Ոմանք ավելի զգուշավորները, որոնց սրտերում վախը գերազանցում էր հավատքին, առաջարկում էին դիվանագիտական խորամանկության դիմել, ժամանակ շահել, խուսափել ուղիղ առճակատումից։ Նրանք խոսում էին պարսկական անհամար զորքերի մասին, հնարավոր կոտորածների և ավերածությունների մասին։ Միթե Աստված կկամենա, որ իր ժողովուրդը բնաջնջվի։ Միգուցե կարելի է ձեռականորեն զիջել, սրտում պահելով հավատքը։ Շշնջում էին ոմանք։ Այս խոսքերը թեև թելադրված էին վախով, բայց նաև հոգատարությամբ, թույնի պես տարածվում էին օդում։ Կարող էր արդյոք ժողովուրդը դիմակայել։ Իսկապես, այդ պահին ոտքի կանգնեց Ղևոնդ երեցը։ Նրա հայացքը կայծակների պես խոցեց կասկածողներին։ Նրա ձայնը, որը սովորաբար մեղմ էր աղոթքի ժամանակ, հիմա որոտում էր տաճարի կամարների տակ։ Ովքեր եք դուք, որ առևտուր եք անում Աստծո հետ։ Ինչն եք առաջարկում զիջել, մարմինը թե հոգին։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսը մեզ չսովորեցրեց թաքնվել, երբ իրեն ուրանում են։ Նա մեզ սովորեցրեց վկայել, եթե պետք է, մինչև մահ։ Նա բացեց ավետարանը։ Բոլորի հայացքները սևեռվեցին Սուրբ գրքին։ Գրված է. «Ով որ ինձ կուրանա մարդկանց առաջ, ես էլ նրան կուրանամ իմ հոր առաջ, որ երկնքում է։ Ուրեմն ընտրեք, ում եք ուզում հաճոյանալ, մահկանացու Հասգերտին, թե անմահ Աստծուն»։ Ղևոնդի խոսքերը կրակի պես ընկան հավաքվածների սրտերը։ Ամոթի կարմիրը ծածկեց զիջումների կողմնակիցների դեմքերը։ Այնուհետև խոսք վերցրեց Հովսեփ կաթողիկոսը։ Նրա ձայնը հանգիստ էր, բայց ամուր, ինչպես հավատքի ժայռը։ Եղբայրներ, մենք չենք կարող մեր հավատքից բաժանվել, ինչպես մարմինը չի կարող բաժանվել իր ստվերից։ Այս հավատքով մենք գտանք ճշմարտությունը, և այս հավատքից բացի այլ Աստված չկա։ Մենք ընտրում ենք ոչ թե մահը, այլ կյանքը, հավիտենական կյանքը Քրիստոսի հետ։ Վարդան Մամիկոնյանը, որ մինչ այդ լուր լսում էր, մոտեցավ կաթողիկոսին և ծնկի իջնելով համբուրեց նրա աչը։ «Սուրբ Հայր, ձեր խոսքը Աստծո խոսքն է։ Մեր սերերը պատրաստ են պաշտպանելու մեր եկեղեցիները, մեր ընտանիքները և մեր հավատքը»։ Այս քայլը վճռորոշ եղավ։ Բոլոր նախարարները մեկը մյուսի հետևից միացան Վարդանին, երդվելով հավատարիմ մնալ մինչև վերջ։ Ժողովը միաձայն որոշում կայացրեց գրել պատասխան նամակ Հասգերտին։ Այդ նամակը հայ դիվանագիտության և աստվածաբանության գլուխգործոցներից է։ Այն հարգալից, բայց աներկբա կերպով մերժում էր Պարսից արքայի պահանջը։ Նամակի վերջին տողերը դարձան հայ ժողովրդի ուխտը։ Այս հավատքից մեզ ոչ ոք չի կարող խախտել, ոչ հրեշտակները, ոչ մարդիկ, ոչ սուրը, ոչ կրակը։ Մեր բոլոր բարիքներն ու ստացվածքները քո ձեռքին են։ Եվ մեր մարմինները քո առջև են դրված, արա ինչ որ կամենում ես։ Եթե մեզ թողնես այս հավատքին, մենք այստեղ ուրիշ Տեր չենք ընդունի քո փոխարեն, բայց երկնքում ուրիշ Աստված, Հիսուս Քրիստոսի փոխարեն, քանզի չկա ուրիշ Աստված։ Նամակն ուղարկվեց Տիզդոն։ Պատերազմն անխուսափելի էր, բայց ոչ ոք չէր պատկերացնում, որ ամենամեծ ճակատամարտը տեղի էր ունենալու ոչ թե ռազմի դաշտում, այլ հենց հայերի սրտերում։ Արտաշատի ժողովի պատասխանը Հասկերտի համար եղավ ապտակի պես։ Ինչպես էր համարձակվում մի փոքրիկ, հպատակ ազգ մարտահրավեր նետել իր կամքին։
Կատաղությունից մթագնած նա անմիջապես հրամայեց հայոց գլխավոր նախարարներին, այդ թվում Վարդան Մամիկոնյանին, ներկայանալ իր արքունիք՝ Տիզբոն։ Սա ծուղակ էր, բոլորը գիտեին, որ այնտեղից վերադարձ չի կարող լինել, սակայն չգնալը կնշանակեր անմիջապես պատերազմ հրահրել առանց որևէ նախապատրաստության։ Հայ նախարարները, խորհրդակցելով կաթողիկոսի հետ, որոշեցին գնալ, հույս ունենալով, որ կկարողանան դիվանագիտությամբ մեղմել արքայի զայրույթը։ Դա գայլի բույն մտնելու պես մի բան էր, բայց նրանք գնացին։ Տիզբոնում նրանց դիմավորեցին սառը արհամարհանքով, նրանց զրկեցին իրենց տիտղոսներից, նվաստացրին և բանտարկեցին։ Հասգերտը նրանց առաջ դրեց վերջնագիր, կամ անմիջապես իր աչքի առաջ ուրանում են Քրիստոսին և երկրպագու արևին, կամ իրենց գլուխները կթրջեն, իսկ իրենց ընտանիքները Հայաստանում կենթարկվեն դաժան հալածանքների և պարսկական զորքը կավերի երկիրը։ Սա սատանայական ընտրություն էր, մի կողմում անձնական նահատակությունն էր, մյուս կողմում ամբողջ ազգի հնարավոր կործանումը։ Նախարարները գիշերն անցկացրին աղոթքի մեջ, նրանց սրտերը պատառոտվում էին։ Եվ այստեղ նրանք կայացրին մի աներևակայելի ծանր և ռազմավարական որոշում։ Նրանք որոշեցին կեղծ ուրացում կատարել, ձևացնել, թե ընդունում են զրադաշտականությունը, որպեսզի փրկեն իրենց կյանքը, վերադառնան հայրենիք և այնտեղից կազմակերպեն համաժողովրդական ապստամբություն։ Դա սարսափելի ռիսկ էր, նրանք գիտեին, որ դավաճան կհամարվեն իրենց իսկ ժողովրդի կողմից։ Նրանք գիտեին, թե ինչպես են հավատացյալները նայելու իրենց, ինչ կասեն մեր զավակները, ինչ կասեն այն քահանաները, որոնց մենք երդվեցինք պայքարել մինչև վերջ։ Այս միտքը խոցում էր նրանց ավելի ուժեղ, քան պարսկական սուրը, բայց նրանք տեսնում էին սա որպես միակ ճանապարհը փրկելու համար ազգը լիակատար բնաջնջումից։ Դա զոհաբերություն էր, որն ավելի ծանր էր, քան մահը, զոհաբերել սեփական պատիվը ու բարի անունը հանուն ընդհանուրի։ Հաջորդ առավոտ նրանք սրտի սարսափելի ցավով կատարեցին պահանջված ծեսը։ Հասգերտը, գոհ իր հաղթանակից, նրանց մեծ պարգևներով և պարսիկ մոգերի մի մեծ ջոկատի ուղեկցությամբ հետ ուղարկեց Հայաստան, հրամայելով ամբողջ երկիրը դարձնել զրադաշտականության։ Իրավիճակը բարդացավ անհավանական չափով։ Երբ նախարարները վերադարձան, նրանց դիմավորեց ոչ թե ուրախությունը, այլ ժողովրդի քար լռությունը և արհամարհանքը։ Լուրը նրանց ուրացության մասին արդեն տարածվել էր։ Ժողովուրդը, որին ոգեշնչել էին Արտաշատի ժողովի հերոսական ոգով, իրեն դավաճանված էր զգում։ Նրանք վաճառեցին իրենց հոգիները, փրկելու իրենց մարմինները, շշնջում էին ամենուր։ Եկեղեցու դռները փակվեցին նրանց առջև։ Ղևոնդ երեցը և մյուս քահանաները, չիմանալով նրանց գաղտնի ծրագրի մասին, ամբիոններից դատապարտում էին ուրացողներին։ Եկեղեցու պատիվը վտանգված էր։ Վարդան Մամիկոնյանի համար սա ամենածանր հարվածն էր։ Նա, ով իր ամբողջ կյանքը նվիրել էր հայրենիքի և եկեղեցու պաշտպանությանը, այժմ դավաճան էր իր իսկ ժողովրդի աչքում։ Իսկ պարսիկ մոգերը, զգալով իրենց հզորությունը, սկսեցին իրենց սև գործը։ Նրանք փորձում էին եկեղեցիները վերածել ատրուշանների, պղծում էին սրբությունները, փորձում էին պարտադրել իրենց օրենքները։ Հայաստանը հայտնվել էր հոգևոր քաոսի մեջ։ Մի կողմից պարսկական բռնությունը, մյուս կողմից ներքին պառակտումը և առաջնորդների հանդեպ անվստահությունը։ Թվում էր, թե ամեն ինչ կորած է։ Բայց հենց այդ խավարի ամենախորը պահին պետք է ծնվեր լույսի մի նոր հրաշագործ շող։ Ոչ ոք չէր կարող պատկերացնել, թե ինչ էր սպասվում։ Խավարը, որ պատել էր Հայաստանը, թանձր էր ու շոշափելի։ Ժողովուրդը շփոթված էր, առաջնորդները արատավորված։ Վարդան Մամիկոնյանը փակված իր ամրոցում, ապրում էր իր կյանքի ամենասարսափելի օրերը։ Նրան չէր տանջում Պարսից արքայի սպառնալիքը, այլ իր իսկ ժողովրդի արհամարհական հայացքները։ Նա գիտեր, որ իր կեղծ ուրացությունը ռազմավարական քայլ էր, բայց ինչպես բացատրել դա նրանց, ում հավատքը նա պետք է պաշտպաներ։ Նա ծնկի էր իջել իր տան մատուռում, խաչի առջև, և աղոթում էր այնպես, ինչպես երբեք։ Նրա հոգին ճչում էր լռության մեջ, փնտրելով պատասխան, որը կարծես թաքնված էր երկնային անտարբերության հետևում։ «Տեր», շշնջում էր նա, «ցույց տուր ինձ ճանապարհը։ Եթե իմ անունը պետք է անիծվի, թող անիծվի, բայց փրկիր ժողովրդիս։ Տուր ինձ նշան, մի փոքրիկ նշան, որ ես ճիշտ ուղու վրա եմ»։ Եվ հրաշքը տեղի ունեցավ։ Ոչ թե որպես երկնային լույս կամ հրեշտակի հայտնություն, այլ որպես հոգևոր տեսիլք, որպես ներքին ձայնի որոտ։ Այդ պահին Վարդանի համար ժամանակը կարծես կանգ առավ։ Նա տեսավ ոչ թե իր մատուռի քարե պատերը,
այլ մի լայնարձակ դաշտ, որտեղ հազարավոր հայ մարտիկներ էին կանգնած։ Նրանց դեմքերը լուսավոր էին, բայց ոչ արևից, նրանց աչքերում վախ չկար, այլ միայն սուրբ վճռականություն։ Եվ նա հասկացավ, այդ պահին ամեն ինչ փոխվեց։ Նա հասկացավ, որ ճշմարիտ հաղթանակը ոչ թե ռազմի դաշտում թշնամուն հաղթելն է, այլ սեփական մահվան վախը հաղթահարելը։ Ճշմարիտ հաղթանակը ոչ թե ապրելն է, այլ մեռնելու պատրաստակամությունը, հանուն այն բանի, ինչը կյանքից ավելի թանկ է։ Սա անհավանական էր, դա հայտնություն էր, աստվածային միտք, որը փոխեց ամեն ինչ։ Պարտությունը կարող է դառնալ հաղթանակ, մահը կարող է դառնալ անմահության սերմ, նահատակությունը ոչ թե վերջն է, այլ սկիզբը։ Այս գիտակցումը լցրեց Վարդանի հոգին այնպիսի ուժով, որ նա ոտքի կանգնեց որպես բոլորովին այլ մարդ։ Նրա աչքերից անհետացել էր կասկածի ստվերը։ Նրա դեմքին հայտնվել է այն խաղաղությունը, որը գալիս է միայն Աստծո կամքին լիովին հանձնվելուց հետո։ Նա դուրս եկավ իր մատուռից և հրամայեց հավաքել իր զորքը։ Միևնույն ժամանակ, երկրի մյուս ծայրում, Ղևոնդ երեցը, չհանդուրժելով պարսիկ մոգերի սանձարձակությունները, հավաքեց մի խումբ հավատացյալների և քարերով քշեց նրանց Զարեհավան գյուղից, քանդելով նրանց կառուցած Ատրուշանը։ Այս արարքը դարձավ այն կայծը, որը բորբոքեց համաժողովրդական ապստամբության կրակը։ Լուրը կայծակնային արագությամբ տարածվեց ամբողջ երկրով մեկ։ Ժողովուրդը, որը կորցրել էր հույսը, տեսավ, որ իր հովիվները չեն լքել իրենց։ Եվ հետո տեղի ունեցավ անհավանականը։ Վարդան Մամիկոնյանը, իմանալով Ղևոնդ երեցի արարքի մասին, հրապարակավար հայտարարեց իր իսկական նպատակի մասին։ Նա բացատրեց իր կեղծ ուրացության պատճահը և կոչ արեց բոլոր հայերին միանալ սրբազան պատերազմին։ Սկզբում մարդիկ չէին հավատում, բայց երբ նրանք տեսան Վարդանի փոխված դեմքը, երբ լսեցին նրա խոսքերը, որոնք լի էին ոչ թե քաղաքական հաշվարկով, այլ հոգևոր համոզմունքով, նրանց սրտերը հալվեցին։ Նրանք հասկացան, որ իրենց սպարապետը ոչ թե դավաճանել է, այլ կրել է դավաճանի խարանը հանուն իրենց փրկության։ Այս գիտակցումը ալիքի պես տարածվեց, միավորելով պարակտված ազգը։ Ժողովուրդը և առաջնորդները կրկին մեկ ամբողջություն դարձան։ Հոգևոր հրաշքը տեղի էր ունեցել։ Հայ ժողովուրդը պատրաստ էր իր պատմության ամենամեծ փորձությանը։ Պատրաստ էր ապացուցել, որ նահատակի արյունը իսկապես անմահ հավատքի սերմ է։ Վարդանի հայտնությունը և ժողովրդական ապստամբության բռնկումը կարծես թե պետք է միավորեին բոլոր հայերին մեկ դրոշի տակ։ Սակայն, ավաղ, իրականությունը շատ ավելի դաժան էր։ Հենց այն պահին, երբ ազգը պետք է լիներ միասնական, ինչպես երբեք, նրա ներսում առաջացավ խորը և ճակատագրական ճեղքվածք։ Հրաշքին և միասնությանը հաջորդեց մերժումը, բայց ոչ թե եկեղեցական համայնքի կողմից, այլ հենց ազգի էլիտայի, նախարարական դասի մի զգալի մասի կողմից։ Սա անսպասելի էր և շատ վտանգավոր։ Գլխավոր հակառակորդը դարձավ Վասակ Սյունին, Հայաստանի մարզպանը, երկրի ամենաազդեցիկ իշխաններից մեկը։ Վասակը իրատես էր, գուցե չափազանց իրատես։ Նա տեսնում էր Պարսկաստանի անհամար զորքերը, հասկանում էր ռազմական ուժերի անհավասարությունը և ապստամբությունը համարում էր ինքնասպանություն։ Նրա համար գերագույն արժեքը ոչ թե հավատքի համար նահատակվելն էր, այլ ազգի ֆիզիկական գոյությունը պահպանելը, նույնիսկ մեթոդիկով, եթե դրա գինը լիներ հոգևոր զիջումը։ Նա չէր հավատում Վարդանի հոգևոր տեսիլքին, նա դա համարում էր վտանգավոր ռոմանտիզմ, որը կտաներ ազգը դեպի կործանում։ Վարդան, դու խենթացել ես, ասում էր նա իրենց գաղտնի հանդիպումներից մեկի ժամանակ։ Դու ուզում ես սրով կանգնել արևի դեմ, նրանք մեզ կջախջախեն, մեր քաղաքները կայրեն, մեր երեխաներին գերի կտանեն։ Ինչ օգուտ քո հավատքից, եթե հավատացող չմնա։ Վարդանը նայում էր նրան ոչ թե զայրույթով, այլ խղճահարությամբ։ Նա տեսնում էր ոչ թե դավաճանի, այլ մի մարդու, ում հոգին կուրացրել էր աշխարհիկ վախը։ Վասակ, դու տեսնում ես միայն մարմինները, որոնք կարող են սպանվել, ես տեսնում եմ հոգիները, որոնք անմահ են։ Դու վախենում ես կորցնել այս կյանքը, ես ձգտում եմ գտնել հավիտենական կյանքը։ Մեր ճանապարհները տարբեր են։ Այս խոսակցությունից հետո պարզ դարձավ, որ հաշտեցումն անհնար է։ Վասակ Սյունին իրեն հավատարիմ նախարարների հետ միասին ոչ միայն հրաժարվեց միանալ ապստամբությանը, այլև գաղտնի բանագնացներ ուղարկեց Պարսից արքունիք, տեղեկացնելով Վարդանի ծրագրերի մասին և իր հավատարմությունը հայտնելով Հասգերթին։ Սա դավաճանություն էր, դաշույնի հարված թիկունքից։ Այդ պահին հայ ժողովուրդը բաժանվեց երկու մասի՝ վարդանանց և վասակյանց։
Մի կողմում նրանք էին, ովքեր պատրաստ էին մեռնել հավատքի համար, մյուս կողմում նրանք, ովքեր պատրաստ էին ապրել, զիջելով հավատքը։ Այս պառակտումը կործանարար էր, այն թուլացրեց ապստամբների ուժերը և հոգեբանական ծանր հարված հասցրեց։ Բայց Վարդանը չընկճվեց, նրա հավատքը, որը սնվում էր աստվածային տեսիլքով, անսասան էր։ Նա Հովսեփ Կաթողիկոսի և Ղևոնդ երեցի հետ միասին շրջում էր երկրով մեկ, քարոզում, ոգևորում ժողովրդին։ Նրանք հավաքեցին շուրջ 66 հազարանոց բանակ։ Դա մեծ ուժ էր, բայց այն կազմված էր ոչ միայն կանոնավոր զինվորներից, այլև գյուղացիներից, արհեստավորներից, նույնիսկ կանանցից ու երեխաներից, ովքեր զենք էին վերցրել պաշտպանելու իրենց սրբությունները։ Նրանց դեմ պետք է դուրս գար պարսկական կայսրության հսկայական 20 հազարանոց ընտիր բանակը Մատյան գնդի գլխավորությամբ, որին միացել էին նաև Վասակի զորքերը։ Ուժերն անհավասար էին, բայց Վարդանը գիտեր, որ իրենց իրական ուժը ոչ թե սրերի, այլ հավատքի մեջ է։ Ճակատամարտը մոտենում էր, և դրա ելքը պետք է որոշեր հայ ժողովրդի ճակատագիրը դարեր շարունակ։ 451 թվականի մայիսի 26-ի լուսաբացը Ավարայրի դաշտում սովորական լուսաբաց չէր։ Այն կարմիր էր, կարծես երկինքն ինքն էր արյունով ներկվել, կանխազգալով գալիք սպանդը։ Հայոց բանակը շուրջ 66,000 հոգի, գիշերն անցկացրել էր աղոթքով, հաղորդությամբ և հոգևոր նախապատրաստությամբ։ Նրանք զինվորներ չէին, որոնք գնում էին մարտի, նրանք նահատակներ էին, որոնք գնում էին հանդիպելու իրենց տիրոջը։ Ճակատամարտից առաջ Ղևոնդ երեցը և մյուս քահանաները շրջում էին զորքի մեջ մկրտելով դեռևս անմկրտներին Տղմուդ գետի ջրերում։ Այդ օրը գետը դարձավ երկրորդ Հորդանան։ Վարդան Մամիկոնյանը կանգնած իր զորքի առջև արտասանեց իր հայտնի ճառը, որը դարձավ հայոց ռազմական և հոգևոր մտքի գագաթնակետը։ Նրա ձայնը հզոր էր ու հստակ, և այն լսվում էր դաշտի ամենահեռավոր անկյուններում։ Նա խոսում էր ոչ թե հաղթանակի մասին, այլ պարտականության, ոչ թե փառքի մասին, այլ հավատարմության։ «Վախը վանենք մեր միտքներից և սրտերից», ասում էր նա, որպեսզի եթե մենք մեր մարմինները զոհաբերենք մեր հոգիների համար, քաջության հաղթանակը մեր ձեռքից չխլվի։ Մի վախեցեք հեթանոսների բազմությունից, մի դարձրեք ձեր թիկունքը նրանց սրերի սարսափելի բազմությանը, որպեսզի երբ Տերը մեզ հաղթանակ պարգևի, մենք ջախջախենք նրանց ուժը և բարձրացնենք ճշմարտության դրոշը։ Այս խոսքերից հետո նա իջավ ձիուց, խաչակնքեց և առաջինը նետվեց թշնամու վրա։ Նրա հետևից «Մահ ոչ իմացյալ մահ է, մահ իմացյալ անմահություն է» մարտակոչով հարձակման անցավ ողջ հայոց բանակը։ Սկսվեց Ավարայրի ճակատամարտը։ Ճակատամարտը դաժան էր ու արյունահեղ։ Հայերը, թվով շատ ավելի քիչ, կռվում էին առյուծների պես։ Նրանք գիտեին, որ իրենց հետևում իրենց ընտանիքներն են, իրենց եկեղեցիները, իրենց հայրենիքը։ Վարդան Մամիկոնյանը կռվում էր առաջին շարքերում, իր օրինակով ոգեշնչելով բոլորին։ Նա ամենուր էր, օգնելով թուլացածներին, քաջալերելով վախեցածներին, ջախջախելով թշնամուն։ Նրա սուրը կայծակների պես էր փայլատակում, և նրա ձայնը որոտի պես էր հնչում, բայց ուժերն անհավասար էին։ Պարսիկները, օգտագործելով իրենց թվային գերակշռությունը և մարտական փղերին, սկսեցին շրջապատել հայկական զորքը։ Ճակատամարտի ամենաթեժ պահին Վարդան Մամիկոնյանը շրջապատված թշնամիներով հերոսաբար ընկավ։ Նրա մահը կարող էր կոտրել հայերի ոգին, բայց տեղի ունեցավ հակառակը։ Տեսնելով իրենց սիրելի սպարապետի անկումը, հայ մարտիկները նոր ցասումով նետվեցին մարտի։ Նրանք այլևս չէին կռվում հաղթելու համար, նրանք կռվում էին մեռնելու համար, մեռնելու այնպես, ինչպես իրենց առաջնորդը, հավատքի և հայրենիքի համար։ Ճակատամարտն ավարտվեց։ Ավարայրի դաշտը ծածկված էր 1036 հայ նահատակների մարմիններով։ Ռազմական տեսանկյունից դա պարտություն էր, հայոց բանակը ջախջախվել էր, բայց հոգևոր տեսանկյունից դա աննախադեպ հաղթանակ էր։ Պարսիկները թեև հաղթել էին, բայց ապշած էին հայերի անհավանական խիզախությունից և իրենց հավատքի համար մեռնելու պատրաստակամությունից։ Նրանք հասկացան մի պարզ ճշմարտություն. սրով կարելի է սպանել մարմինը, բայց հնարավոր չէ սպանել հոգին։ Հնարավոր չէ սրով ստիպել մի ժողովրդի ուրանալ իր Աստծուն։ Այդ օրը Ավարայրի դաշտում պարսիկները հաղթեցին ճակատամարտում, բայց պարտվեցին պատերազմում։ Պատերազմում հանուն հայ ժողովրդի հոգու։ Եվ դա միայն սկիզբն էր։ Ավարայրի ճակատամարտը թեև ռազմական պարտություն էր, սակայն դարձավ հայ ժողովրդի հոգևոր ամենամեծ հաղթանակի սկիզբը։ Այն ցույց տվեց պարսիկներին, որ հնարավոր չէ բռնությամբ փոխել մի ամբողջ ժողովրդի հավատքը։
Այդ ճակատամարտից հետո հայերը, թեև պարտված, բայց ոչ կոտրված, շարունակեցին իրենց պայքարը պարտիզանական ջոկատների միջոցով։ Այս պայքարը, որը հայտնի դարձավ որպես Վարդանանց պատերազմներ, տևեց ավելի քան 30 տարի։ Այն ղեկավարում էր Վարդան Մամիկոնյանի եղբոր-որդին Վահան Մամիկոնյանը։ Դա հյուծիչ պայքար էր, որը սպառում էր և ինչպես հայերի, այնպես էլ պարսիկների ուժերը։ Ի վարչո, Պարսից նոր արքա Վաղարշը հասկացավ, որ անիմաստ է շարունակել արյունահեղությունը։ Նա տեսավ, որ հայերին հնարավոր չէ ծնկի բերել։ 484 թվականին Ավարայրի ճակատամարտից 33 տարի անց Դվին քաղաքի մոտ գտնվող Նվարսակ գյուղում կնքվեց պայմանագիր հայերի և պարսիկների միջև։ Այս պայմանագիրը հայ դիվանագիտության փայլուն հաղթանակն էր։ Այն ոչ միայն վերջ դրեց պատերազմին, այլև երաշխավորեց այն ամմանը, ինչի համար պայքարում էին Վարդանն ու իր զինակիցները։ Պայմանագրի հիմնական կետերն էին. Առաջին, Հայաստանում քրիստոնեությունը ճանաչվում էր որպես ազատ և անկախ կրոն։ Բոլոր զրադաշտական ատրուշանները պետք է քանդվեին, և ոչ ոք իրավունք չուներ հայերին ստիպել փոխել իրենց հավատքը։ Երկրորդ, հայ նախարարներին վերադարձվեցին իրենց բոլոր իրավունքներն ու կալվածքները։ Երրորդ, Հայաստանի կառավարումը պետք է իրականացվեր հայ նախարարների կողմից, առանց պարսիկ պաշտոնյաների ուղղակի միջամտության։ Նվարսակի պայմանագիրը Ավարայրի ճակատամարտի տրամաբանական և հոգևոր ավարտն էր։ Այն ապացուցեց, որ Վարդանի տեսիլքը ճիշտ էր, որ նահատակությունը ոչ թե պարտություն էր, այլ ներդրում ապագայի մեջ։ Նահատակների արյունը դարձավ այն սերմը, որից ծնվեց Հայաստանի կրոնական ազատությունը։ Այն դարձավ հավերժական դաս բոլոր սերունդների համար։ Ավարայրի ճակատամարտը և Վարդանանց սխրանքը դարձան հայոց ազգային ինքնության անբաժանելի մասը։ Վարդան Մամիկոնյանը, Ղևոնդ Երեցը և Ավարայրի մյուս նահատակները դասվեցին հայ առաքելական եկեղեցու սրբերի շարքը։ Նրանց հիշատակը տոնվում է ամեն տարի, բուն բարեկենդանին նախորդող 5 շաբթի օրը։ Այդ օրը կոչվում է Սուրբ Վարդանանց տոն։ Այն ոչ միայն կրոնական, այլև ազգային տոն է, որը խորհրդանշում է հավատքի և հայրենիքի համար մղվող պայքարի անմահ ոգին։ Այս պատմությունը դարձավ ոգեշնչման աղբյուր հայ գրողների, նկարիչների, երաժիշտների համար։ Եղիշեի Վարդանի և հայոց պատերազմի մասին երգը դարձավ հայ գրականության գլուխգործոցներից մեկը։ Այն ոչ միայն պատմական ստեղծագործություն է, այլև հոգևոր կտակ։ Ավարայրի հոգևոր դասերը հավերժական են։ Առաջինը՝ հավատքը կյանքից վերը։ Քրիստոսի համար մեռնելու պատրաստակամությունը հավատքի բարձրագույն արտահայտությունն է։ Երկրորդ՝ հայրենիքի և հավատքի պաշտպանությունը անբաժանելի են։ Ազգային և հոգևոր ազատությունը միասնական են։ Երրորդ՝ հոգևոր հաղթանակը կարող է գալ ֆիզիկական պարտության միջոցով։ Նահատակությունը ոչ թե վախկոտություն է, այլ քաջության բարձրագույն դրսևորում։ Չորրորդ՝ ժողովրդի միասնությունը հավատքի մեջ անհաղթահարելի ուժ է։ Եվ վերջապես, հույսը աստվածային նախախնամության մեջ։ Նույնիսկ ամենամութ ժամերին Աստված չի լքում իր ժողովրդին։ Այսպիսով, Ավարայրի պատմությունը ոչ թե պարտության, այլ հաղթանակի պատմություն է, ոչ թե տխրության, այլ հպարտության պատմություն։ Այն մեզ սովորեցնում է, որ կան արժեքներ, որոնք ավելի թանկ են, քան կյանքը, և որ այն ժողովուրդը, որը պատրաստ է մեռնել այդ արժեքների համար, անմահ է։ Սիրելի բարեկամներ, ինչ եք դուք կարծում։ Ինչպես կվարվեիք դուք, եթե հայտնվեիք նման ընտրության առաջ։ Կընտրեիք ապահով կյանքը, զիջելով ձեր սկզբունքները, թե կընտրեիք պայքարի դժվարին, բայց պատվաբեր ճանապարհը։ Կիսվեք ձեր մտքերով մեկնաբանություններում։ Եկեք միասին խորհենք մեր հերոսների թողած մեծ ժառանգության մասին։